Իրակլի Ղարիբաշվիլին ազատ է արձակվել 1 միլիոն լարի գրավի դիմաց, գումարը պետք է վճարի 30 օրվա ընթացքում, լսումներն արդեն ավարտված են։ Հիշեցնենք, Իրակլի Ղարիբաշվիլին առաջին անգամ վարչապետի պաշտոնը զբաղեցրել է 2013-2015 թվականներին։ 2015 թվականի դեկտեմբերի 30-ին նա հրաժարական է տվել եւ 2019 թվականին վերադարձել է կառավարություն որպես պաշտպանության նախարար։ 2 տարի անց 2021 թվականի փետրվարին Վրաստանի խորհրդարանը նրան հաստատել է որպես վարչապետ, իսկ 2024 թվականի հունվարի 29-ին նա հրաժարական է տվել վարչապետի պաշտոնից։ Այսօր հավանաբար Անդրեա Լիլուաշվիլիին կառաջադրվի մեղադրանք առանձնապես խոշոր չափի անօրինական եկամուտների օրինականացման համար։ Տեղեկացնենք, որ երեկ գլխավոր դատախազության եւ պետական անվտանգության ծառայության համատեղ գործողության շրջանակներում ձերբակալվել է Գրիգոր Լիլուաշվիլիի հետ կապ ունեցող մեկ անձ։ Դատախազության տվյալներով Անդրեա Լիլուաշվիլին մեղադրանք կառաջադրվի քրեական օրենսգրքի 194-րդ հոդվածով, ինչը նախատեսում է 9-ից 12 տարի ժամկետով ազատազրկում։ Անդրեա Լիլուաշվիլին այն անձանցից մեկն է, որոնց տների խուզարկության ժամանակ քննչական մարմինն առևանգել է մեծ քանակությամբ գումար, էլեկտրոնային սարքեր, ոսկի թանկարժեք նկարներ եւ փաստաթղթեր։ Եվս մեկ նախկին բարձրաստիճան պաշտոնյայի գործ։ Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Ռոմեո Միքաուտաձեի դատավարության ժամանակ հարցաքննվել են մեղադրանքի կողմի վկաները եւ նախարարության ներկայիս աշխատակիցները։ Նրանցից մեկի խոսքով Միքաուտաձեն անմիջական շահագրգռված է եղել Նախիդուրի հիդրոէլեկտրոկայանով, Զուրաբ Արվելիձեի խոսքով դա ակնհայտ էր նրա գործողություններով եւ հայտարարություններում։ Հետաքննության տվյալներով Ռոմեո Միքաուտաձեն համակարգված կերպով չարաշահել էր իր պաշտոնական լիազորությունները, ինչը զուգորդվել է առանձնապես խոշոր չափի եկամուտ ստանալու հետ։ Մեղադրաղի տեղեկության համաձայն մեղադրյալը իր հետ հանցավոր կապեր ունեցող անձանց օգնությամբ անօրինական կերպով օրինականացրել է առանձնապես խոշոր չափի 2 միլիոն 556 հազար 192 լարի եկամուտ։ Լևան Ջանգվելաձեի սպանության գործով ձերբակալված Գելլա Ուձիլաուրին դատապարտվեց ՑՄ ազատազրկման դատավ, որը նրա մեղավոր ճանաչեց Լևան Ջանգվելաձեի կանխամտածված սպանության մեջ։ Օրվա դատական նիստում պաշտպանության կողմը ներկայացրեց իր եզրափակիչ խոսքը։ Ուձիլաուրին նույնպես օգտագործեց իր եզրափակիչ խոսքը։ Նրա խոսքով հանցագործությունը պատվիրված չի եղել։ Առաջիկա օրերին վրացական երազանքը հայց կներկայացնի դատարան, պահանջելով արգելել ազգային շարժումը եւ դրան կից կուսակցությունները։ Կառավարության ընդդիմախոսները նշում են, որ այդ հայցը ծառայում է իրենց քաղաքական ասպարեզից հեռացնելուն, իսկ Գիրչի կուսակցությունը կարծում է, որ ընդդիմադիր կուսակցությունները քայլ են կատարել դեպի իրենց սեփական արգելքը։ Իշխող թիմը կրկին պարզաբանում է, այդ հայցը կվերաբերի ոչ միայն ազգային շարժմանը, այլ դրա հետ կապված կուսակցություններին եւ քաղաքական գործիչներին, որոնք ըստ նրանց պայքարել են ընդդեմ ժողովրդի։ Խորհրդարանական մեծամասնության անդամները հայցը մշակել են քննչական հանձնաժողովի եզրակացության հիման վրա։ Վրացական երազանքի սահմանադրական հայցը հավանաբար կներառի մոտ 10 կուսակցություն։ Ինչ է պատրաստվում անել ընդդիմությունը ձախողված այսպես կոչված խաղաղ տապալումից հետո պլանները քննարկելիս ընդդիմության առաջնորդները մատնանշում են երկու առաջնահերթ ոլորտ՝ փողոցային բողոքի ցույցեր եւ միջազգային գործընկերների կողմից ճնշման հզորացում, այդ թվում պատժամիջոցների ձևով։ Խորհրդարանական մեծամասնության անդամները չեն հավատում ընդդիմության ծրագրերի իրագործմանը։ Մինչև ուշ գիշեր շարունակվել է վերջին օրերին Թբիլիսիի գլխավոր պողոտայում ձերբակալվածների դատական նիստերը։ Նրանց դատախազությունը մեղադրում է Ռուսթավելիի պողոտան արհեստականորեն փակելու եւ ոստիկանությանը խոչընդոտելու մեջ։ Բժիշկ Վաժա Գաբրինդաշվիլին նույնպես ճանաչվել է վարչական իրավախախտ։ Դատավորի որոշմամբ նա դատապարտվել է 7-օրյա վարչական կալանքի, իսկ ակտիվիստ Լուկա Գոգյան 14-օրյա վարչական կալանքի։ Վարչական կալանքի է ենթարկվել նաեւ Ռոստավելի պողոտան արհեստականորեն փակելու եւ դիմակ կրելու մեջ մեղադրվող Մարիամ Թալիաշվիլին։
13-րդ հետևեկային գումարտակի մարտավարական խումբը ավարտել է մարզումները Օրպոլո վարժարանում։ Վաշտի անձնակազմը գործողություն է իրականացրել պայմանական թշնամուն ոչնչացնելու եւ չեզոքացնելու համար։ Դաշտային մարզումները իրականացվել են հրետանային ինժեներական ստորաբաժանման եւ ավիացիայի աջակցությամբ։ Պատմության մեջ առաջին անգամ Վրաստանը կհյուրընկալի ըմբշտամարտի աշխարհի առաջնությունը։ Մրցաշարին կմասնակցեն ինչպես վրացի, այնպես էլ 25 երկրներից ժամանած արտասահմանցի մարզիկներ։ Մարզաշարից առաջ տեղի է ունեցել մամուլի ասուլիս, որի ժամանակ լրագրողների համար հայտարարություններ է արվել հոկտեմբերի 25-ին նախատեսված աշխարհի առաջնության կապակցությամբ։ Հաղթող մարզիկների համար սահմանվել է մրցանակային ֆոնդ։ Մրցաշարը կանցկացվի Վրաստանի սպորտի նախարարության աջակցությամբ եւ կկազմակերպի սպորտի, զբոսաշրջության երիտասարդության միջազգային հիմնադրամի կողմից։